այս պահին ես գնում եմ, գիտեք ուր, շատ հետաքրքիր տեղ։ Բոլորին դեմ եմ կուսակցության գրասենյակ, լսել եք այդպիսի բան, բոլորին դեմ եմ։ Ինչպես են պատրաստում սուրճը մարդիկ, ովքեր բոլորին դեմ են։ Ամերիկանո թե էսպրեսո։ Ամերիկանո։ Ես քեզ մի տեսակ կիսած զգում։ Մենք իրանից փորձում ենք ու ուզում ենք, որ մեր քաղաքացիները իմանան, որ այլևս իմաստ կա իրանց ընտրությունների գնալու, որովհետև մենք վերականգնել ենք բոլորին դեմ եմ քվյաթերթիկը, այս ընտրություններին լինելու է բոլորին դեմ եմ քվյաթերթիկ, ինչ որ համարի ներքո։ Արդյոք այդ բոլորին դեմ քաղաքացին ուզում է, որ հատկապես դուք ստանաք իշխանություն։ Լավ հարց է իրականում։ Մենք չենք մտածում։ Այս բaragայում դա ամենապրիմիտիվ հարցն է, որ կարող է լինել։ Քանի որ դուք տրամադրված եք ընտրությունները վերածել հնարամիտների եւ ուրախների ակումբի, ես այդպիսի տրամադրությամբ էլ ձեզ հարցեր եմ տալիս։ Ուրախ եւ հնարամիտ հարցեր։ Իսկ ձեր կարծիքով ընտրությունը տենց շատ լուրջ process է։ Կարծիքով այո։ Մենք այնքան ֆինանսավորում չունենք, որ այդ քարոզարշավը անենք այնպես ինչ որ անել, ինչպես եւ անում են շատ քաղաքական ուժեր, որովհետեւ մենք այդքան միջոցներ չենք կարող հատկացնել, որ չգիտեմ ամեն քաղաքում ամեն մի հատվածում մեր պաստառներն ու բաները լինեն։ Բայց մենք ունենք դրանք բոլորին դեմ, ես բոլորին դեմ եմ։ Գնամ ընտրեմ բոլորին դեմ եմ։ Մենք նաեւ ունենք կրեատիվ, այսպես ասած, բովանդակության արտադրության process, որի շնորհիվ կարծում ենք, այսպես ասած, ավելի քիչ գումար ծախսելով կարողանանք ավելի լավ էֆեկտ ստանալ։ Էսա մեր, այսպես ասած, ռազմավարությունը հասնելու մարդկանց ու բացատրելու ինչա բոլորին դեմ։ Մեր նպատակն է, որ մենք կարողանանք մարդկանց ասենք, որ կա բոլորին դեմ է։ Մարդիկ իմանան դրա մասին, որովհետև շատ մարդ երբ որ իմանա, դրանցից շատերը իրականում լինելով բոլորին դեմ կգան ու կքվեարկեն, այդպես են կարծում։ Շատ լավ։ Ամենակարևորն այն է, որ դրողը չխաբվի։ Այո։ Եվ արդեն իսկ մոլորեցնող անուն դնելը չի խոսում այն մասին, որ դուք կարևորում եք բոլորին չխաբելու գաղափարը, եւ հիմա իմ նպատակն այն է, որ օրինակ, եթե դուք գրանցվելու եք, եթե կենտրոնական դրական հանձնաժողովը աջակցելու է մոլորեցնող անուն գրանցելու գաղափարին, շատ լավ, երևի կարևոր է օրենքը եկուցե թույլ է տալիս։ Կտեսնենք, բայց որպես լրագրող ես հակված եմ բացատրել յուրաքանչյուր մարդու, որ բոլորին դեմ եմ քվեարկության հատվածը, կոնկրետ մարդիկ են, լավ երիտասարդ կրեատիվ տղաներ, աղջիկներ, որոնք մտադիր են օգտագործել մարդկանց այդ ընտրություն չունենալու ցավալի իրավիճակը։ Եվ ստացվում է, որ իրենք ընտրեցին ձեզ, առանց ձեզ ընտրելու, առանց ձեզ ճանաչելու, դա արդյոք մոլորություն է թե ոչ։ Իսկ այդ ընթացքում դուք ցեխ եք այսպես շպրտում բոլոր ընդդիմադիրների վրա։ Դուք վիրավորում եք ձեր եւ ձեր համակիրների նախկին ընկերներին, ընդդիմադիրներին, հներին, նորերին։ Լավ, եկեք անդրադառնամ։ Եվ ընդհանուր առմամբ այս վատ վիճակում սա նշանակում է պղտոր ջրում ձուկ որսալու հավանականություն, եթե դա այդպես չէ, խնդրեմ ասեք, թե ինչպես դա այդպես չէ։ Okay, նախ սկսենք նրանից, որ մոլորեցնող ձևակերպում որևէ օրենքում անվան հետ կապված չկա գրված։ Կարող եք դուք էլ ինքներդ գնալ բացել կուսակցությունների մասին օրենքը ու տենալ, որ կուսակցության անվանման մասով չկա նման ձևակերպում, որտեղ եթե տենց ձևակերպումը լիներ, կարար բանը քաղաքացիական պայմանագիրն է լինել մոլորեցնող, ուժը Հայաստանն էլ կարա լինի մոլորեցնող, նայած ոնց են գնահատական տալիս, որտեղ դա արդեն մեր անձնական գնահատականի վրա է լինում, չէ՞։ Այսինքն այնպես չի, որ դուք ասես նայեք ուժը Հայաստան եկա, ուրեմն սա Հայաստանը ուժեղ է լինելու։ Հա, կամ Հայաստան դաշինքը հետի ոչ չի նշանակում, որ սա Հայաստանի իրանք են։ Այսինքն մենք կարանք sense հղումներ անենք, բայց մենք այդ դաշտ չենք ուզում մտնենք։ Մենք այդ դաշտ չենք ուզում մտնենք, որտեղ դեմ արտահայտությունը ընտրողը հիշում է։ Ես հասկանում եմ ինչ եք ասում։ Մի քիչ տարիքով, տեսնում եք, ես հետ գնացի, նույնիսկ քվեաթերթիկը հիշեցի, ինչպեսին։ Այո։ Հիմա մենք այդ քաղաքացիները գալու են ընտրության։ Իրանք ովքեր որ գիտեն ում են ընտրելու, իրանք գիտեն որ համար 14-ն է իրանցը կամ 13-ը կամ 16-ը, չէ՞, ասենք պայմանական։ Իրանք գալու են այդ քվեաթերթիկը վերցնեն, գցեն ծրարի մեջ, տանեն ընտրեն։ Բոլորին դեմ են մարդուն մենք ենք բերելու ընտրատեղամաս։ Ու մենք այդ մարդու հույսերը արդարացնելու ենք հնարավորինս ճիշտ ձևով։ Ինչի՞։ Որովհետև մենք
չենք լինելու իշխանության։ Մենք հաջողելու դեպքում իրականացնելու ենք նշված փոփոխությունները, պայմանական ավելացնելու ենք բոլորին դեմ եմ չհաջողելու դեպքում։ Երթով ասեմ, հաջողելու դեպքում 3 հատ փոփոխություն ենք անելու։ Հասկացել եմ, իսկ դա ասել եք։ Դրանից հետո նոր ընտրություններ, այսինքն այդ իմաստով համաձայն եք, որ դա արտահայտում է ինչ-որ իմաստով բոլորին դեմ եմ քաղաքացու կամքը, այսպես ասած, չմնալով իշխանության։ Դուք մտնեք խորհրդարան, հետո կտեսնենք, ասենք։ Երկրորդ տարբերակ, երբ որ մենք չենք հաջողում, այսինքն պայմանական պարտվում ենք, բայց խորհրդարան ենք անցել 5 падգամավոր ունենք։ 93-95 վերցնում եք։ Պայմանական մենք 4 падգամավոր ունենք ազգային ժողովում, բայց չենք կարող որևէ օրակարգ անենք։ Մեր օրակարգը ասելով դուք նկատի ունեք, որ դուք վարչապետ եք ունենում։ Այո։ Դա հաջողելու դեպքն է, չհաջող։ Դե եթե չենք անցնում, չենք անցնում, այդտեղ էլ հարց չկա։ Չեք անցնում, հարց կա, գիտեք, որ չեք անցնում։ Բայց ավարտեմ էլի, որ անընդհատ ինձ ընդհատում եք, չեմ կարողանում ամբողջովին ձևակերպել։ 3 տարբերակ քննարկենք, եթե այդպես է։ Եթե հաջողում ենք գալիս ենք իշխանության, կարողանում ենք փոփոխություններ անել, եթե չենք հաջողում, անցել ենք ազգային ժողով, պայմանական ունենք 5 падգամավոր, այդ 5 падգամավորները չեն մնալու ազգային ժողովում։ Իրանք մանդատները վայր են դնելու։ Այսինքն դրանով մենք արտահայտում ենք բոլորին դեմ եմ քաղաքացու պատվերը, այսպես ասած։ Բայց մարդիկ ձեզ քվե են տվել։ Հա, բայց իրանք մեզ չեն տվել։ Դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ այդ մարդիկ քվե են տվել բոլորին դեմ եմ գաղափարի համար։ Իսկ բոլորին դեմ եմը չի ենթադրում այն ձեր հին ժամանակները, որ հիշեցիք, բոլորին դեմ եմ, որ դուք քվեարկում եք բոլորին դեմ եմ, դուք չէիք ենթադրում, չէ՞, դեռ որ դրանով падգամավոր ալինի։ Ես ենթադրում էի, որ դրանով կարող եք որ դրանով մերժում եք բոլորին, այո, ընտրությունները չկայանա, մերժելով բոլորին։ Հիմա հետեւաբար падգամավոր մենք չենք մնալու աշխատել, մենք մանդատները վայր ենք դնելու եւ դուրս ենք գալու ազգային ժողովից։ Դուք հանկարծ վերցնեք մի 12%, ագին շատ քվե ունենաք մանդատ, դուրս եք գալու։ Այո, եթե չկանանանք իրականացնել։ Մյուս կողմից, եթե 12% ունենք, այդ իրավիճակը, որտեղ 12%-ը բավականին մեծ տոկոս է դուք ասում, հաշվի առնելով, որ այն ուժերը, որ հիմա կան, որոնք ինչ-որ տոկոսներ ունեն, 12% երբ որ մենք վերցնենք, մեծ հավանականությամբ որևէ ուժ 50% հավաքած չի լինելու։ Ում եք միանալու։ Ոչ մեկին։ Ոչ մեկին։ Մենք ունենք օրակարգ, 100 օրյա օրակարգ 3 հատ փոփոխությունով։ Մենք ընդդիմությանը առաջի հերթին առաջարկելու ենք, որ այս օրակարգի համար եկեք ձևավորենք իշխանություն, մենք լինենք վարչապետը 100 օրում անենք այս փոփոխությունները հեռանանք։ Նշանակենք նոր ընտրություններ, որին մեր վարչապետի տեխնացուն իրավունք չունի մասնակցելու, որ չկրկնվի այն դեպքը, ինչ որ եղավ 2018-ին, երբ որ վարչապետի տեխնացուն 6 ամիս կառավարեց դրեց ընտրություն, 70-ից 80%-ը հավաքեց։ Այսինքն մենք այդ առաջարկն ենք տալու։ Եթե չհամաձայնվի ընդդիմությունը, մենք էլի բոլորին դեմ եմ մարդկանց քվենենք, մենք իրավունք չունենք ոչ այս կողմին միանալու, ոչ այն կողմին միանալու։ Եթե չստացվի նման համագործակցություն, մեր ընտրությունները հնարավորություն են տալի երկրորդ փուլի։ Այդ ուժերը, այսպես ասած, առաջին, երկրորդ տեղ գրավող ուժերը, իրանք կգնան երկրորդ փուլի ընտրության։ Այսինքն մենք մանդատ չենք ստանալու, որպեսզի միանանք ԿՊ-ին, ուժը Հայաստանին կամ այլ ուժերի։ Ես հասկացա, որ դուք շատ լավ հասկացաք, շատ լավ բացատրեցիք։ Հիմա ընտրողը, եթե այսքանից հետո պետք է մոլորվի, իր գործն է։ Թե չէ մենք բացատրել ենք, որ դա մարդիկ են, ձայներ, հարգելի ընտրող։ Հարգելի ընտրող։ Մենք ձևակերպել ենք բոլորին դեմ եմ գաղափարը, այն գաղափարը, որ ձեզնից շատերը ունեն։ Մենք դա ձևակերպել ենք ու մենք դա իրականացնելու ենք, ինչպես եւ խոստացել ենք։ Ու դրանով ոչ մեկ չի դառնալու падգամավոր, խոսքը վերաբերվում է հաջողության դեպքում ընդամենը 100 օրյա կառավարություն, նոր ընտրություններ, որտեղից կլինի արդեն բոլորին դեմ եմ քվեարկղթիկը։ Դուք պետք է նաև ասեք, հարգելի ընտրող, եթե դուք այնքան բոլորին դեմ եք, որ պատրաստ եք փոշիացնել ձեր քվեն կամ վտանգի ենթարկել այդ բոլորին դեմ ձեր իրավիճակը, դիմեք մեզ, այսպես պետք է ասել։ Ծեր է տարբեր։ Այո, եթե դուք զզվել եք այս ամեն ինչից, ուզում եք գաք այս համակարգի գլխին տակ, մենք դրա գործիքը ստեղծել ենք։ Եթե դուք զզվել եք այս ամեն ինչից, ուզում եք ավելի զզվեք, եթե ուզում եք սրանից հետո քաղաքականությունը ոչ թե նրա մասին լինի, որ ձեզ զզվեցնեն, որ դուք չգնաք երբեք ընտրելու։ Եթե դուք ուզում եք քաղաքականությունը նրա մասին լինի, որ այդ ուժերը ձեզ մեջքով կանգնած շրջվեն դեմքով ու սկսեն ձեր հետ աշխատել ոչ թե ընտրություններից մի ամիս առաջ, այլ ամբողջ 5 տարի, դրա համար կա բոլորին դեմ եմ հնարավորությունը։ Շատ լավ։ Ինձ թվում է ես եւ իմ նպատակը իրականացրեցի, այսինքն ընտրողին լավ բացատրեցի, այն ինչի անհանգստացնում է։ Եվ ձեզ հնարավորություն տվեց։ Շատ շնորհակալ եմ հնարավորության համար։ Ինչ որ մտածում եք։
Այսքան մարդիկ քվեարկել է։ Հիմա այստեղ լցոնումներ չի կարել ոչ մի ձևով։ Գիշերները լույսերը անջատում լցնում են։ Իսկ դու լույսերը միացած էլ կարող եք լցնել։ Քանի որ խանգարող ոչինչ չկա, բացի ունենք կամերա։ Մենք ունենք Հետևում եք, որ Սպարտակը այստեղ ավելորդ քվեներ չլցնի։ Հա? Սպարտակը առանց հետևելու է չի։ Այստեղ ունենք կամերա։ Դեպքում ամեն ինչ այսպես ազնիվ խոսքի վրա է։ Թակե ջան, կարող եք ձեռքով անել, որտեղ Բարև ձեզ։ կամերան նկարում է ու լայվով դրած է YouTube-ում մշտապես այստեղ ինչ կատարվում է, ամեն ինչ նկարվում է։ Եվ վերջին հարցը, դուք լուրջ համարում եք կատակել եւ այսպես խաղի վերածել, թրոլինգի վերածել ընտրությունները Հայաստանի այն իրավիճակում, որում այսօր գտնվում է ընդհանուր առմամբ Հայաստանը։ Նայեք։ Կարևորը արդյունքն է։ Ու մի հատ Էյնշտեյնը լավ խոսք է ասում, որ դու չես կարող խնդիրները լուծես այն մակարդակում, որ մակարդակում դրանք առաջացել են։ Պետք է մի մակարդակ վերև գնաս։ Մենք կարծում ենք, այն ինչ որ մենք ենք առաջարկում, դա ոչ ստանդարտ լուծում է, ու ինքը չի մտնում այն օրակարգերի, այն process-երի մեջ, որ հիմա դες չի նկարում, եթե դեք նա մերը չի մտնում այն ստանդարտ ձևերի մեջ, որը որ հիմնականում պայքարում են մեր քաղաքական ուժերը, այսինքն մենք գտել ենք այն ձևը, որ մի մակարդակ բանում կարողանանք այդ հարցերը լուծենք։ Մեր տեխնացուներից է։ Բոլորին դեմ եք։ Ողջույն, այո, հին բոլորին դեմ եք։ Իսկ բոլորը դեմ է ձեզ։ Ո՞նց եք անելու։ Ոչինչ, մենք ուրախ ենք։ Ոչ որ երկի է սա։ Դուք գիտեք չէ՞ որ բոլորին դեմ եմ, ուրեմն դեմ եմ նաև ձեզ, որովհետև դուք բոլորից մեկն եք։ Դե համար մեզ ի տարբերություն մնացած բոլոր կուսակցությունների մենք մեզ փակելու ենք ընտրություններից հետո։ Ինչ իմանամ։ Դուք ձեզ մի տեսակ կիսած զգում եք թե ոչ։ Կյանքը ընդհանուր առմամբ ունայնություն է։ Հարցես։ Ունայնությունն է, կյանքը դուք բոլորին դեմ եք, որ եկել եք այստեղ, այո։ Իսկ բոլորին դեմին դեմ եք։ Իսկ նույն բոլորին դեմ ենք։ Բոլորին դեմին դեմ եք, թե բոլորին դեմին կողմ եք։ Ուրախ եմ, համեցեք։ Կողմ եք թե դեմ եք։ Դեմ ենք։ Ինչին եք դեմ, կողմին թե դեմին։ Համեցեք։ Բոլորին։ Տեսնում եք ինչպիսի абսուրդի մեջ ենք մենք գտնվում հիմա, եւ այս абսուրդը ես դա էի հարցնում Սպարտակին, որ մենք կարող ենք խաղալ այս խաղը, նույնիսկ կարող ենք լուսաբանել ձեր ներքին բոլորին դեմի, այսպես վերաբերյալ բոլորին դեմի քվեարկությունը։ Այն իրավիճակը, որում այսօր գտնվում է մեր երկիրը, տրամադրում է ձեզ խաղի եւ կատակի։ Տեսեք, այդ ֆատալիզմը լավ տոնայնություն չի։ Ինչի՞ գուցե վիճակը լավն է։ Չէ։ Ես բան ասեցի, ես ասեցի այն իրավիճակը, ինչ իրավիճակը։ Դուք որոշեցիք, որ դա ֆատալ է։ Վիճակը լավը չի, որ վիճակը լավը լիներ, ասենք Ինչու է քաղաքականությամբ չի զբաղվել։ ֆատալիստական բաներ ասում, ինչի լավ չէ վիճակը։ Դու եք իշխող ուժն ասում է, որ երբեք հայերեն Որ իշխող ուժի հետ համաձայնելն է, իշխող ուժի կողմից կլինի։ Դուք համարյա լինելու եք իշխող ուժի կողմից, որովհետև ձեր տված քվեները գնալու են իշխող ուժին։ Դա ձեր համոզմունքն է։ Դա իմ կասկածն է։ Այնուամենայնիվ դա կասկած է, չէ։ Այո, դա կասկած է։ Եվ մնացածի կյանքն է ցույց տալու։ Իսկ կյանքը ցույց է տալու այն, եթե մենք ստանանք բավարար քանակ քվեներ, ինչ որ մենք ենք հայտարարում, որովհետև մենք այս երկրում ապրել ենք մոտ 30 տարի, հələ Աստծո աջակցությամբ մի այդքան էլ կապրենք ու մտածում ենք ոնց ենք ապրելու այս երկրում։ Ինչ որ այդքան կարող եք ապրել։ Տեսնում եք, ես լավ կանխատեսումներ էլ ունեմ։ Ինչ վերաբերում է պետք է հուսա, որ կապրի 90 տարի, ինչու ոչ, եթե ոչ 100։ Տեսնենք։ Ինչ վերաբերում է ինչ որ բան փոխելու ճանապարհին, երկրի օրհասական վիճակին եւ այլն։ Եթե մենք տեսնենք, որ ինչ որ մեկը ունի ռեալ իրատեսական պլան ինչ որ մի բան փոխելու, որը կաշխատի, ու եթե սոցիոլոգիան դա ցույց տար, կարող ենք էլ չմտածենք սրա մասին։ Շատ լավ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Միքայել Նամեսնահապետյան։ Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։ Շնորհակալություն ձեր կրեատիվ մոտեցումների համար եւ ես ինքս կուզենայի Հա, անմիջապես ուզում եք նշել, որ ձեր սուրճը խմել ենք։ Սուրճը լավն էր։ Սուրճը լավն էր։ Եվ լավն էին այս պաստառները շատ։ Այցելելով բոլոր քաղաքական կուսակցությունների գրասենյակները հեռանում ենք մի տեսակ կիսած գալով եւ այս գրասենյակը եւս բացառություն չէր։ Այո, այստեղից եւս հեռանում ենք մի տեսակ կիսատ լինելու զգացողությամբ, որովհետեւ հասկանում ենք, որ
ընտրողը չի գտնելու այստեղ եւս այն ինչ իրեն անհրաժեշտ է։ Ես այդպես եմ մտածում։ Եթե բոլոր ընտրողներին նույն բանը անհրաժեշտ լիներ, ընտրությունների կարիք չէր լինի, ստվում է։ Ես նկատի ունեմ ընտրողին անհրաժեշտ է մեկ բան ցանկացած ընտրողի՝ ազնվություն։ Եվ երբ կա ազնվություն, դա ընդունում եք, որ բոլոր ընտրողներին անհրաժեշտ է ազնվություն։ Դուք ասում եք, որ մենք ձայներ ենք փոշի ասելու, մնալու ենք բարերի տակ, մարդիկ գալու են մեզ ընտրեն, մենք պարլամենտում չենք հայտնվելու։ Ես ասում եմ, չէ, եթե մենք չմնացինք բարերի տակ, ուրեմն մենք հաղթում ենք գրազը։ Հա, եթե դուք մտակ խորհրդարան 4% անցակ, ես գալիս եմ ինտերվյու անում եւ ինտերվյում հայտարարում եմ, որ ես սխալ եմ, մեր քաղաքական պրոյեկտի շրջանակներում կմտնենք խորհրդարան, չենք մտնի խորհրդարան, այդ հարցի մի կողմն է։ Եթե մենք 4%-ից պակաս ձայն չստանանք, այո, ապա համարվում է, որ մենք ձայն չենք փոշի ասել։ Շատ լավ։ Այսինքն մենք նույնիսկ այդ հաշվի չենք առնում, որ դուք պետք է մանդատը դնեք, չդնեք։ Okay, Եթե մենք 4%-ի տակ չենք մնում, մեզ ուղղված ձայներ չեն վերաբաշխվում հօգուտ իշխանության ու ընդդիմության, ուրեմն ձեր կանխատեսումը սխալ էր։ Այո, ես գալիս եմ եւ այսպես բարձրաձայն իմ բլոգի մեջ ընդունում եմ, որ դուք ճիշտ եք, ես սխալ եի։ Եթե փոշիացնի այդ ընդդիմադիր ձայներից ինչ-որ տոկոսներ, ես նորից կգամ այս գրասենյակ եւ նվեր կստանամ, ահա այս պաստառը։ Ահա, այս պաստառը կնվիրեն ինձ։ Սա 2026 թվականի հունվարի օրացույցն է, ոչինչ, օրացույցի մասը ես կհանեմ, իսկ պաստառը կպահեմ, որովհետեւ այո, այսօր մենք մեզ շատ կիսատ ենք զգում։ Ահա։ Իդեպ ձեր հաղթանակի դեպքում պրիզը դուք եք ընտրել, մենք չի, մենք ասել ենք, եթե ձայներ փոշի ասենք, ես ընտրել եմ եւ պրիզը եւ խոստացել եմ, ինչ ես կանեմ։ Ես կգամ նորից ինտերվյուի այս քաղաքական ուժի գրասենյակ, այստեղ։ Դե գալու եմ եւ ընդունելու եմ, որ ես սխալ էի, դուք ճիշտ էիք։ Եվ հակառակ դեպքում գալիս եմ ու տանում եմ այդ պաստառը։ Այդ կարակ չհեռանակ եք Այդ օրը այո։ իհարկե սուրճը ապա քաղաքական բան ենք ընդունում եւ խմում ենք ամենտեղ։ Շնորհակալություն։ Լավ մնացեք, ազնիվ մնացեք։ Ահա, այս շենքում է գտնվում բոլորին դեմ եմ։ Կուսակցության գրասենյակը։ Ես զրուցեցի նրանց հետ, երիտասարդները շատ կրեատիվ թվացին եւ կարծես թե մանրամասն մտածել են իրենց անելիքների մասին, նրանք լիովին բացառում են, որ չեն անցնի, չեն հաղթահարի անցողի քշեմը 4%-ը, քիչ ժամանակ է մնացել 50 օր, 51-րդ օրը մենք նորից կանդրադառնանք իհարկե։ Այս բլոգը վարեց Շաքե Ավոյանը, հետևեք Հրապարակ TV մեր բլոգներին, շնորհակալություն, առայժմ։